Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք Առավոտ լուսոն առաջին ալիքի ուղիղ եթերում շարունակելով խոսել ամենակարևոր ու հետաքրքիր մշակութային իրադարձությունների մասին ներկայացնեմ նախ թեման, որի շուրջ զրուցելու ենք մեր հյուրերի հետ իրականում օրեր առաջ այս թեմային արդեն հասցրել ենք անդրադառնալ մեր եթերում, բայց այսօր հնարավորություն ունենք ել ավելի մանրամասն խոսելու մեր հյուրերի հետ եւ այսպես հոկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա բրիտանացի հանրահռչակ երգեհոնահար Ջոնաթան Սքոթի մենահամերգը։ Այս մենահամերգի մասին եւ առհասարակ փառատոնի մասին ավելի մանրամասն կտեղեկանանք մեր հյուրերից։ Մեր տաղավարումը երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, բարի լույս։ Եվ կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, երգեհոնային երաժշտության փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքեսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք սկսել առավոտը, մեր ավանդական հարցն է բոլոր հյուրերին։ Նախ մի փոքր քնած, որովհետև գիշերն ենք դիմավորել Ջոնաթանին եւ մարդը շատ սիրալիր որոշեց, որ անպայման պետք է եւ մասնակցես եթերին։ Ուրեմն իհարկե շնորհակալություն ենք հայտնում, հրաշալի։ Եվ ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը եւ Առավոտ լուսոյին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի միջոցառումներին, համերգներին անդրադառնալու եւ փառատոնին մասնավորապես մշտապես անդրադառնալու համար շնորհակալություն։ Սիրով, իհարկե, որովհետև այն մշակութային իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու համերգների տեսքով սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, իսկապես հրավառություն կարող ենք կոչել երգեհոնային մշակույթում, բայց մինչև նախորդ տարիների այս փառատոնը փորձենք կարճ ամփոփել, ապա անդրադառնալ, թե ինչ է սպասվում մեզ այս տարի։ Շնորհակալություն։ Իրականում փառատոն անցկացնելու գաղափարը դեռ փայփայում էր եւ փորձում էր իրականացնել երգեհոնային հայկական դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը շատ տարիներ առաջ եւ մեզ 22 թվականին հաջողվեց վերջապես դա իրականություն դարձնել եւ Փառք այսօր արդեն 3-րդ փառատոնն ենք անում եւ հույսով որ փառատոնը շարունակական կլինի։ Մեր խնդիրը կայանում էր նրանում, որ կար երգեհոնային երաժշտության հանդեպ հետաքրքրության պակաս եւ մենք վախենում ենք, որ դպրոցը կարող է մի օր դադարի գործել ուղղակի։ Եվ դրա լավագույն միջոցը այդ խնդրի լուծման համարում էինք փառատոնի անցկացումը եւ իրականում մենք փորձը ցույց տվեց, որ մենք իրավացի ենք, որտեղ այսօր մենք ունենք շատ հետաքրքիր ուրեմն զարգացումներ երգեհոնային դաշտում, օրինակ կարող եմ ասել, որ մասնավոր երաժշտական դպրոցներում բացվում են անգամ երգեհոնային դասարաններ, շշմելու բացառիկ հետաքրքիր երևույթ է, այո։ Եվ նաև երգեհոնի հանդեպ արձագանք ամբողջ երգեհոնի մեր փառատոնի հանդեպ արձագանք ամբողջ աշխարհում, որտեղ երգեհոնահարներ տարբեր երկրներից իրենք են գրում, որ ուզում են մասնակցել մեր փառատոնին, այսինքն կայացավ փառատոնը եւ մենք բավական հպարտ եւ ուրախ ենք դրա համար։ Այո, իսկապես եւ իհարկե շատ տպավորիչ է եւ կարեւոր ձեռքբերում է, որ արդեն 3-րդ անգամ է փառատոնը անցկացվում։ Մինչ հարցազրույցը սկսելը մենք խոսում ենք այն մասին, որ փաստորեն փառատոնը սկսվել է դեռ սեպտեմբեր ամսին եւ շարունակվելու է, այո, գրեթե մինչեւ արդեն տարվա ավարտը, հետաքրքիր է նախ մինչ այս բուն համերգին անցնելը, այլ ինչ համերգներ են արդեն եղել եւ ինչ համերգներ են սպասվում։ Փառատոնը սկսեցինք սեպտեմբեր 24-ին, մենք ամեն յուրաքանչյուր փառատոն սկսում ենք Կոմիտասի նվիրած համերգով, դա մեծ մոտ ավանդույթ է։ Եվ հաջորդ համերգին մենք հյուր ունեինք Ֆրանսիայից Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնահարներ Վենսան Ջուբուան եւ արդեն որին հաջորդեց մեր համերգը Կապանում, որտեղ մենք շատ կարեւորում ենք որ փառատոն անցկացվի նաեւ մարզերում եւ մասնավորապես այն քաղաքներում, որտեղ որ կան երգեհոններ, իսկ այդ երգեհոնները այնտեղ են հենց նույն Վահագն Ստամբոլցյանի ջանքերի շնորհիվ ի վերջո։ Եվ հիմա օրինակ այս համերգը արդեն Ջոնաթանն է մեզ հետ մասնակցելու, ընդ որում ոչ միայն Երևանում, հիմա 26-ին մենք իր հետ մեկնելու ենք Չարենցավան, որտեղ գերություն ունենալու նաև Չարենցավանցի հանդիսատեսի առաջ, ընդ որում բեմը կիսելու է Չարենցավանցի հրաշալի երգեհոնահար Վահագն Մարգարյանի հետ։ Հիանալի է։ Շտապենք արդեն մեր հյուրից ճշտել, թե ինչպես եղավ առաջարկը, որպեսզի դուք էլ այս տարի մասնակցեք երգեհոնային փառատոնին, այն էլ մի առանձին շատ կարևոր ու հատկանշական համերգային ծրագրով։ Well, Amen contacted me via the concert hall and asked me to perform and he wanted specifically the Vivaldi առաջարկեցին, որպեսզի Վիվալդի 4 տարվա 4 եղանակները նվագեմ, որտեղ որ ես հիմնականում նաև նվագում եմ նվագախմբերի համար, որպեսզի նաև երգեհոնը դառնա կլինի դա դպրոցում, այդ հայտնիությունը երգեհոնի նկատմամբ հետաքրքրությունը ավելացնել եւ
YouTube-յան կանալի միջոցով եւ ինտերնետի միջոցով մարդիկ ինձ հետ կապ հաստատեցին եւ ես կարծում եմ այո հրաշալի է լինել այստեղ։ Իսկապես հրաշալի հնարավորություն է իհարկե թե մեր հանդիսատեսի համար, թե իհարկե ձեր համար նաև բացահայտելու մեր երկիրը, բայց հետաքրքիր է մենք գիտենք, որ այն բոլոր ստեղծագործությունները, որոնք պետք է հնչեն համերգի ընթացքում, հենց ձեր կողմից են մշակված, ինչպես է այս ընտրությունը առհասարակ կատարվել ստեղծագործությունների եւ ինչպես այդ փուլն անցել մշակելու գործերը։ Well, I think the initial proposal to play the Vivaldi complete 4 seasons, I wanted to reflect that you had this amazing Flentrop organ from the Netherlands, installed in 1979, a beautiful instrument and recently restored last year. The perfect music for it is Baroque music, so the first part of the concert is some Bach, Handel, and some more Vivaldi which I have arranged. There's one original piece by Bach as well to show the original sound of the organ. Everything is very popular, so even if the public don't know organ music, they will know every single piece in this program. So I thought this was the best way. And then also at Jartsavan, we shared this concept, and so different style of organ there, I can then use different sounds, and more romantic with some chanson and bossa and Mozart. իրավիճակ կունենանք։ Նշեցինք արդեն, որ հոկտեմբերի 25-ին, այսինքն վաղը սպասվում է համերգը, ապա մեկնում եք Չարենցավան։ Առհասարակ ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները համերգի, արդյոք լինելու են փորձեր Չարենցավանում մասնավորապես։ Yes, so on the Sunday I'll go to Jartsavan. A quick rehearsal on the organ. This is a different style, as I said, very sort of neo-baroque, more romantic. And so there I play some Mozart and Sanson and very sort of romantic pieces as well to show the different style of the organ. It's great to share the concert with an Armenian organist. Both be heard together. And so there's some Armenian music and also very famous pieces. Եվ շատ հայտնի գործեր ենք նվագելու։ Պարոն Սուքեսյան, հետաքրքիր է այս փառատոնի շրջանակներում, քանի որ մի շարք հարաճանաչ եւ միջազգային երաժիշտներ են այցելում Հայաստան, այստեղ իրենց կատարումներով են հանդես գալիս, արդյոք այն պատանի երաժիշտները, որոնց մասին հենց խոսում ենք, հնարավորություն ունեն նաեւ փառատոնի շրջանակներում հանդիպել այս երաժիշտներին, գուցե մաստեր կլասեր անցկացնել եւ ուղղել իրենց բոլոր այսպես հետաքրքրող հարցերը մասնագետներին։ Անշուշտ մենք արդեն պայմանություն ունենք երաժշտական դպրոցների հետ, որտեղ որ դասավանդվում է երգեհան, երեխաներ այս երկու օրերի ընթացքում եւ Երևանում եւ Չարենցավանում հնարավորություն կունենան հանդիպելու Ջոնաթանի հետ եւ իրենց փորձառությունը, այսինքն ինչ-որ նոր գիտելիքներ ձեռք բերելու փորձառություն ձեռք բերելու Ջոնաթանից։ Արդեն զրույցի ընթացքում նշեցիք, որ 3-րդ տարին է դեռ ինչ անցկացվում է փառատոնը, ինչու դեռ որովհետեւ հուսանք շատ երկար ճանապարհ կունենա եւ այս ընթացքում հասցրել է հաջողություններ այն նպատակային, որ կար տարածելու եւ հանրահրճակելու երգեհոնային արվեստը, կարծես այդ նշաձողը գնալով բարձրանում է։ Ինչպիսին է գործունեությունը եւ համատեղ աշխատանքը նույն երաժշտական դպրոցների հետ փառատոնից դուրս աշխատանքներում։ Արդյոք շարունակում եք նաեւ աջակցել այլ արտիստներ հրավիրելով եւ բարպետաց դասեր կազմակերպելով։ Անշուշտ նախ ես մի շատ կարևոր հանգամանք եմ մոռացել, որ փառատոնը ֆինանսավորվում եւ հովանավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, ինչի համար շնորհակալ ենք անշուշտ։ Իսկ վերադառնալով ձեր հարցին, այո, մենք քանի որ բացի փառատոնը ամեն ամիս մենք ունենում ենք երկուական երգյունային համերգ, որ մեծ այսօր ուրեմն հանդիսատեսի կողմից շատ ընդունված եւ սիրված համերգներ են դրանք դարձել եւ երբեմն այո այդ նույն համերգների ժամանակ մեծ տարիքով երաժիշտների կողքին նվագում են նաեւ այդ երիտասարդ կամ ավելի պատանի երաժիշտները, այո։ Մենք արդեն զրույցի սկզբում կարծես նշեցինք, որ Ջոնաթանը հենց այս գիշեր նոր հասել է Հայաստան, այսպես ամփոփելով մեր զրույցը շատ հետաքրքիր է, թե կա արդյոք որևէ բան, որը այսպես հենց մի փոքր ազատ ժամանակ լինի փորձերի ընթացքում փորձելու եք դուք բացահայտեք Հայաստանում, Երևանում։
So we would like to visit lots of interesting places. Շատ հետաքրքիր տեղեր ենք ուզում այցելելու։ Ես եղբորս հետ եմ եկել։ Մենք ուզում ենք Հայաստանը մեզ համար բացահայտել, աշխարհի ամենահին տաճարն ենք ուզում այցելել, ուզում ենք նաև այցելել Մատենադարան, Թանգարան, հրաշալի ճարտարապետություն կա, շատ գեղեցիկ քաղաք է, ինչպես տեսանք։ The flights all arrive very early in the morning. Շատ առավոտ շուվաղ ենք ժամանել, բայց հույս ունենք մենք ամենը կվայելենք, դա աշխարհի մի հատված է, որ ես երբեք չեմ այցելել։ Եվ շատ հաճախ չեն այցելում Մեծ Բրիտանիայից եւ Անգլիայից եւ շատ հաճելի է որ մարդիկ գան եւ երկեհոնի երաժշտությունը լսեն։ Ժամանակ եղբայրը եւս իր հետ եկել է հատուկ այս տուրը դեպի Հայաստան նկարելու։ Շատ լավ երաժիշտ նա է։ Եվ իրենց YouTube-յան ալիք մի բացառիկ բան ասեմ, 100 միլիոն դիտում ունի։ Ասում դա շատ լուրջ է։ Սա նաև հնարավորություն է մեր երկրի համար։ Եվ մենք կփնտրենք այդ դեպքում օրերանց կփնտրենք այդ հոլովակը նրա YouTube-յան ալիքում։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, մաղթում ենք հաջողություն մեր հեռուստադիտողներին, էլ հորդորում ենք բաց չթողնել այս հնարավորությունը եւ անպայման ներկա գտնվել համերգին։ Շնորհակալ ենք անչափ։